Այս միակողմանի դարձած ճանապարհով Հակարիի կամրջով անցան Արցախում մնացած վերջին հայերը։ 11 մարդ։ Նրանք չգիտեին ուր են գնում։ Ասում են, իրենց պարզապես նստեցրել են մեքենան ու տարել։ Ամբողջ ճանապարհին հարցրել են. ուր են տանում։ Բայց պատասխան չեն ստացել։ Միայն այստեղ, Հակարիի կամրջի վրա, փաստաթղթեր ստորագրելիս են հասկացել։ Տեղափոխվում են Հայաստան։ Սակայն այս անգամ եւս Հակարիի կամուրջը ոչ բոլորը անցան։ Լարիսա Ստեփանյան 73-ամյա Լարիսա Ստեփանյանն է, այն հայերից մեկը, որը մնացել է Արցախում։ Լարիսան 2020-ի պատերազմից հետո տեղահանվել էր Հադրութից, ապրում էր Ստեփանակերտում։ Մնացել էր մեկ ցանկությամբ, ուզում էր իր տուն վերադառնալ։ Լարիսայի ճակատագիրը մինչ օրս անհայտ է։ Արցախից վերադարձածները պատմել են, որ վերջին պահին կինը պարզապես անհետացել է։ Ադրբեջանի ոստիկանները սկսեցին ակտիվ ման գալ նրան, բայց մի 3-4 րոպեից հետո ինչ որ այդ մանգալը վերջացավ, ասեցին ինչ որ զարմանալի կերպով էլ չխոսացին ու ավտոյում ինքը չհայտնեց այդ կինը։ Արցախում է մնացել նաև ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Միշա Գրիգորյանը, որին հաճախ կարելի էր տեսնել դատարանի դահլիճներում տարբեր ցուցմունքներ տալիս։ Ստեփանակերտցիները նրան ճանաչում էին Գիպսի Միշիկ անունով։ Ի տարբերություն 11 մյուս հայերի, Միշան երբ հասկացել է, որ Հայաստան են տեղափոխում, հրաժարվել է գալ։ Նա աղաչեց ուղղակի, ոստիկաններն Ադրբեջանի նույնիսկ շեշտել են, որ գնա, թե չէ մերոնք են քեզ այստեղ սպանելու, ասեց լավա ձերոնք սպանեն, քան թե մերոնք։ Այդքանը լացեց, իրան ջղայնացին, գցին ուրիշ ավտո ու հետ տարան։ Տիգրանին այս պատմությունները պատմել է նրա ընկերը Գագիկը, որը Արցախից տեղափոխված 11 հայերից մեկն է։ Վերջին ամիսները Ստեփանակերտում մնացած մեր հայրենակիցների համար դժոխք են դարձել։ Նրանց փակել են դղյակ հյուրանոցում։ Վերջին ամիսների ընթացքում բավականին խիստ պայմաններում են պահվել, հատկապես գիտեք Կարեն Ավանեսյանի դեպքից հետո եւ գիտեմ, որ բոլորին կենտրոնացրել են մի վայրում են պահում առանց տեղաշարժման հնարավորության կամ առանց տեղաշարժի ազատության, խոսում են նրա մասին, որ սննդի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կային, երբ որ հարազատների հետ ենք խոսում, բոլորն էլ ասում են, որ իրենց հարազատները հյուծված են կամ ոչ այդքան լավ առողջական կամ ֆիզիկական իրավիճակում են գտնվում։ Իսկ ուր է Ֆրեդը։ Ինչ վիճակում է կորացած մեջքով միայնակ տղամարդը, որն անդադար շրջում էր քաղաքում եւ հաճախ դառնում ադրբեջանցիների ծաղրի թիրախ։ Մի հատ հետաքրքիր պատմություն էլ պատմեց, ասեց ես ու Ֆրեդը գնացինք Ֆրեդենս տուն, տեսանք մի հատ բարձր բոյով թուրք կռացած ինչ որ բան է թալանում, ասեց Ֆրեդը գնաց վազելով հետևից կացով տվեց, ֆորված այդ թուրքը ասում ասեց, իմիջիալոց Ֆրեդը հայհոյում էր, դրա համար էլ մեկ-մեկ ծեծում էին իրան։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի փոխանցմամբ տեղափոխվածների մեծ մասն այժմ գտնվում է Աղվերանի հյուրանոցներից մեկում։ Իմ տեղեկություններով ոչ բոլորն են իրենց ընտանիքներին միացել, մի քանիսը գտնվում են, եթե չեմ սխալվում, Աղվերանում, կացարան պետության կողմից տրամադրված կացարանում, անկեղծորեն չգիտեմ, թե ինչպես է որոշվել, թե ով է գնում կամ ով է մնում։ Ստեփանյանի խոսքով մեր հայրենակիցներից շատերը 3 տարի շարունակ եղել են ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ եւ այսօր առանցքային նշանակություն ունի նրանց հասարակության մեջ վերաինտեգրելու խնդիրը։ Հետևաբար այդ անձանց այդ հայտարարությունները պետք չի որևէ ձևով դիտարկել նրանց նկատմամբ որևէ վատ վերաբերմունք ձևավորելու համար, սա իմ կարծիքն է եւ ես հորդորում եմ մարդկանց, որ գիտակցումով մոտենան եւ գիտեմ նաեւ, որ երբեմն ընտանիքներն են կաշկանդվում նրանց արած հայտարարությունների կամ նրանց արած հարցազրույցների, դրանցում հնչած մտքերի համար, պետք չէ դրանցից կաշկանդվել, բոլորը շատ լավ հասկանում ենք, թե ինչ պայմաններում են դրանք եղել։ Սոցիալ նախարարությունից էլ մեծ զրույցում ասացին, որ Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվում են համակարգված։ Վերջերս տեղափոխվածները գտնվում են պետական հոգացության ներքո եւ ըստ ցանկության կապ են հաստատում կամ կարող են հաստատել իրենց հարազատների հետ։ Սվետլանա Պետրոսյան, Սամվել Իսրայելյան, ABC Media։